Երեխեք ողջույն, ինչպես տեսնում եք, Աննան մի փոքր պատրաստվել է, որովհետև այսօր կարևոր տեղ ունեմ գնալու, բայց ոչ թե խնջույք ժամը անց հավես հանդիպում, այլ բլոգերները մտել են հարկային դաշտ, գիտեք, նման բան կա ու ժամանակն է, որ ես էլ զբաղվում այդ հարցերով, ինչ եմ հիմա զբաղվում, որովհետև Instagram-ը վերջերս եմ սկսել ավելի ակտիվացնել, հա, ու եթե արդեն ուզում ես գովազդներով զբաղվել եւ այլն, պիտի մտնես հարկային դաշտ։ Հիմա այսօր գնում ենք 3 ընկերուհիներով, 3 բլոգերներով գնում ենք հաշվապահի հետ խորհրդակցության, հասկանալու համար պլյուսները, մինուսները, ռիսկերը, անելիքները, տոկոսները եւ այլն, ու հետո արդեն բացելու անհատ ձեռներեցի այդ թուղթը, հա, ԱԶ պիտի բացենք։ Մի խոսքով ճիշտ է, ես ահավոր անհաշտ եմ այս որոշման հետ, որովհետեւ գտնում եմ, որ պետությունը ոչ մի բանով որևէ բլոգերի չի օգնում ու բլոգերությամբ զբաղվում են հիմնական մամաները, որ տնից փորձում են երեխեքի հետ ինչ որ մի գումար վաստակել, ինչ որ մի բան անել ու գալ այդ ամեն ինչից փայ մտնել, ես գտնում եմ, որ շատ, չգիտեմ, սխալ է, բայց պետությունը ունի իր օրենքները, մենք էլ պիտի ենթարկվենք այդ օրենքներին, ուզենք թե չուզենք։ Ես դուրս եկա, բայց պատկերացրեք լավ սառն է, լավ քամի է, լավագույնը շարֆ գցեցի, որովհետև առանց կուրտկա, մի հատ էլ առանց շարֆ, ես կմրցեի, ծառերը ծաղկին են։ Մեր Անին է գալու ամուսնու հետ, ինձ վերցնենք, հետո գնանք մեր Արմինեին վերցնենք ու գնանք հաշվապահի հետ խորհրդակցության։ Ռիվա անում, ասում է, ինչու է այդ դարակներից մի հատ է իմը, ես ուզում եմ, մենք գիշերը դարակները կարգի բերեցինք, չեմ հիշում ես մասին ասել եմ, թե չէ, տվացինք, մաքրեցինք ու Դավին հասել է մի դարակ։ Ինքը ահավոր ազդվել է այդ մտքից, որ բոլոր դարակներն էի ուզում ես, ախր դա մանկական դարակներ են։ Մի խոսքով, այստեղ ինձ հասել է իմ, այսպես ասած, պատվերները, լվացման փրփուրը վերցրել, ալոե վերա եւ ծաղկային, հա, իրենք Instagram-յան էջ ունեն, Viber-ում էլ կան, մի խոսքով պիտի փորձարկեմ, ամեն դեպքում լավ բաներ եմ լսել, իրենց էջից հասել է ինձ նաև այս սկրաբը գլխամաշկի համար, մի շարք օգտակալություններով, հա, մազաթափություն եւ այլն, խորը մաքրում, դիմական եք այդ կոլագենով հասել։ Oh my god, լավ կվերցնեմ։ Ուրեմն այսօր ինչ հարցերով ենք եղել։ Ահագին գնացել նստել ենք, գտաս այլ մի րոպե։ Ահագին գնացել զրուցել ենք ամուսիններ էին, հաշվապահները ու մոտ խորհրդատվության էին ու հետս հավասար խոսում է ու մանրամասն մեզ պատմեցին այդ պրոցեդուրաների մասին, թե ինչ քայլերի հաջորդականություն պետք է անես, որպեսզի ԱԶ բացես, ես հետ գալուց մտա պոչտայով զապրոս եմ արել անհատ ձեռներից դառնալու, այնուհետև բանկ պետք է գնամ հաշվի համար պիտի բացեմ, մի խոսքով մի շարք բաներ, որոնք պիտի արվի, որ արդեն դու դառնաս, այսպես ասած, բիզնես ոման էլի, բլոգինգը, այո, հարկվում է հիմա, դե պետք է ենթարկվել այդ ամեն ինչին, այլ ընտրանք չկա ու ամեն քո արած գովազդից պիտի գումարներ հատկացվի պետության։ Ամեն դեպքում ես չեմ խուսափում, կանեմ այդ ամեն ինչը, թող լինի այնպես, ինչպես երկիրն է պահանջում, ուղղակի երկիրը շատ կուզեի, որ պահանջներինքից նաև օգնի, հա, օժանդակի, ինչ-որ նպաստի, հա, ինչ-որ մի բաների հասնելու մարդկանց, բայց արդեն այլ հարց է, այդ թեման թողնենք, հա, չխորանանք դրա մեջ։ Հիմա ես եկատում, քանի որ պոչտա մեր տան մոտ է, աշխատակցի խնդրեցի այդ զապրոսը, որ ուղարկում ես հաստատելու համար, մինչև 2 ժամ ժամանակ կարա գնա, խնդրեցի համարս թողեմ, հենց զապրոսը լինի, բան անեմ, էլի, գնամ, ասեց խնդիր չկա, դե ես էլ եկատում, մինչև զապրոսս կհաստատենք, զանգեն կգնամ թուղթը կվերցնեմ, հետո ամերիա բանկ պիտի գնամ հաշվի համար բացելու։ Ես էլի դուրս եմ եկել, եկա այդ հարկայինի թուղթը վերցրեցի ու հանդիպում ունեմ, տորթեր թող մի աղջկա կողմից ինձ տորթեր պիտի գան, հիմա մի 5 րոպե ասեց Կուշանա, այդ տորթերը վերցնեմ ու աջապարեմ տուն։ Ես եկա խորջան, տորթիկները վերցրած ծանր հաստատում։ Այս տորտիկներն ա որ վերցրեցի, այս մեկը զեբրա է, նենց անուշաբուրում չեք պատկերացնի։ Այս էլ մյուսն է, պտիչի է, ինչպես տեսնում եք, շատ անուշաբույր է էլի, վիզուալ ուղղակի շքեղ։ Հիմա սուրճ եմ դնում, վայելում ենք մի հատ։ Երեխեք ջան, այստեղ դիգուստացիա եմ անում,
Այնքան համով թխվածքներ են, էս պիտի չինա, էս էլ զեբրան։ Ես ու խորիկս նստած վայելում ենք էս տոնական ապրիլի 7 չի, բայց ես ապրիլի 7 եմ նշում արդեն։ Իսկապես վաու։ Խոր անձրը վավ ուզում կա, թե ինձ ատ։ Արսա։ Ընտիր։ Թույն ես կասեի, թույն։ Ատես ծաղիկներս նայեք էլ ինչքան սիրուն են, նորորա բացվել, Արտաշեսին եմ դպրոց ճանապարհում, Ղարևը այնպես էլ ընկել, որ այս ծաղիկներից տվերը սենց սիրուն, չգիտեմ, այնքան հաճելի է, այնքան գեղեցիկ է իմ աչքերում։ Պիտի մի քիչ հետո բանկ գնամ, այդ ԱՁ-ի համար բացեմ հաշվի համար, մինչև այդ ուզում եմ մի հատ անգլիայինի տնայիններս անեմ, որովհետև ժամանակը սենց հագեցած է, օրը հագեցած է անցնում ինձ մոտ վերջին շրջանում եւ ուզում եմ ամեն ինչ հասնեմ եւ գիր կարդալ եւ անգլերենով զբաղվել եւ նկարել, եթե նկարելու բաներ ունեմ եւ դուրս գալ, եթե ինչ-որ առիթ կա, հա, միջոցառում կա կամ անելիք կա, հույսա որպեսզի հասցնես, պիտի ճիշտ դասավորես, այսքան օրը համեմատաբար շուտ եմ պարտվում քնելու, որովհետեւ շատ վաղ էլ արթնանում եմ, այսօր էլ 10:30 պիտի բանկում լինենք, հետևաբար 7-ի կողմեր 7:20 արթնացել եմ Արտաշեսի հետ ու տենց չեմ քնել էլի, որ հանգիստ գործերս հասցնեմ։ Մի խոսքով հիմա անգլերենս կանեմ, երեք Armenia TV-ից էին զանգել, ինչ որ առաջարկում էին նկարահանվել, բժշկու կերպար էր, հստակ չասեցին ինչքան կտևի, կոնկրետ սկզբի համար 1 օր էին կանչում, անկեղծ որ լինեմ, մի պահ մտածեցի գնալու մասին, հետո այնպես եղավ, որ համ այդ օրը անելիք ունեմ, համ էլ հիմա որ մի բան ասեմ, կարող ասեք Աննան էս ինչ մեծամիտ է, ուզում եմ մի անգամից իրան Հոլիվուդ կանչեն, բայց ոնց որ ես անցած եմ այն տարիքը, երբ որ ես սովորում էի Աբելի դերասանական ստուդիայում, այդ ժամանակ գնում էի տենց սերիալների, տես պուճուր ինչ որ էպիզոդիկ դեր էր, հայ որ կադրում անցնում ես կամ 2 բառ ես ասում, ու այդ ժամանակ ես այնքան ինձ ստորացված էի զգում, ասենց ժամերով սպասում էի, որ այդ մի վայրկյանը կադրում անցնես, ոչ մեկ չի ասում կներեք, որ այսքան սպասեցի կամ այս տիպի էր այն ժամանակ, ու իմ համար այնքան ցավոտ էր այդ, ու հիմա որ ինչ որ սենց բանա չէ լինում, էլի ա եղել, որ ինձ առաջարկել են, ընդրի ուրիշ բանով, էլի քաստինգի գնալ, դες քաստինգ չէր, ես նկարահանում էր, էլի տենց ինչ որ էպիզոդիկ դերերի համար, ոնց բացատրեմ ձեզ, հասունացած ու անցած լինի այն տարիքս, երբ ես պատրաստ եմ ու իմ ներվային համակարգը պատրաստ է գնալ ոչինչ իրենից իրականում չներկայացնող դերի համար նկարահանման հրապարակ։ Հասկանում եք, հիմա կարող է իմ ասածը մեծամիտ ձեզ թվա, բայց ներքին վիրավորանք կա իմ մեջ այն պահով, որ ես գիտեմ իմ ունակությունները որպես դերասանուհի։ Ես գիտեմ, որ ես ունեմ բնատուր տաղանդ ու ես գիտեմ, որ ես այդ տաղանդը ահա որ հղկել եմ։ Լավ ջան, մի արա, բարիկս։ Ու երբ որ դու գիտես քո պոտենցիալը ու դու տեսնում ես ովքեր են առաջին պլանում հեռուստատեսությունում, հա, ոնց են իրանք խաղում ու դու ինչ պոտենցիալ ունես, բայց ոչ մեկ այդ պոտենցիալը չի տեսնում ու մաքսիմումը որ քո համար տեսնում են այդ ինչ որ պուճուրիկ էպիզոդիկ դրվագ է։ Այդ ոնց որ ինձ վիրավորի։ Ու հիմա կարող է ձեզ թվա, որ բայց ինչ որ մի տեղից պետք է սկսես բան, հələ գնա այդ կարող է տեղից մի բան առաջանա, մի անգամից ով է դարձել, բայց ես շատ եմ փորձել այն ժամանակ, հա, ասեմ, հալավ ինչ որ բան անեմ, կարող են նկատեն, ինձ կարող են, բայց այդ ռոմանտիկ մտքերը, որ քեզ կնկատեն, կարող է ես այդ մի դրվագով ցույց տամ, որ ես տաղանդավոր եմ, ու մյուս անգամ ինձ ուրիշ ավելի լուրջ դերի համար կանչեն։ Այդ սենց հեքիաթային միտքը տարիներ շարունակ իմ մեջ եղել է ու ես արել եմ այդ քայլը, գնալ կարող է ինձ նկատեն։ Բայց ես հասկացել եմ մի բան, այս պահի դրությամբ հետո ցույց կտա կյանքը, որ իմ կերպարը mainstream չի, այսինքն այն պահանջված եթերային սենց քյութիկ կերպարը չի ու հետևաբար այնքան քիչ է հավանականությունը, որ այդ մի դրվագը խաղալով քեզ
հետո ավելի, այսինքն մարդիկ չեն տեսնում քո մեջ այն, ինչը դու ես պատկերացնում, որ պիտի տեսնեն, ու քեզ չեն ընկալում քո տաղանդում այնպես, ինչպես դու կուզեիր, որ տեսնեն։ Չգիտեմ, ճիշտ բացատրում եմ, թե չէ։ Ես իհարկե Խորենի հետ էլ խորհրդակցեցի երեք, դե Խորենը միշտ կատեգորիկ դեմ է լինում, ասում է, ես չեմ ուզում, որ դու, ասում է, դու տաղանդավոր ես շատ, որպեսզի գնաս ու կադրով մի հատ անցնես կամ մի նախադասություն ասես։ Դե մենք իհարկե այդ հարցում խոսում ենք, որ միգուցե այդտեղից ինչ-որ բան լինի բան, բայց Խորիկը կարծում եմ, որ եթե ի սկզբանե, այսինքն քեզ քո կերպարը տեսնում են այդ ամպլուայի մեջ, որ դու ուղղակի, չգիտեմ, այնպիսի պերսոնաժ ես, որը մի քանի րոպե մաքսիմում կամ ինչ րոպե, վայրկյան կադրում լինի, ինքը օրինակ այդ հարցերում շատ բան է ասում, իմ համար վիրավորական է, որ դու այդպես տաղանդավոր գնաս ու ինչ-որ մի դրվագ երևաս ու անցնես։ Բայց ես երեք մտածում էի իրոք գնալու մասին ու քանի որ այնպես ստացեց, որ այդ օրը նաև անելիքներ ունեի, որոնք չէի կարող փոխել, հա։ Դե ես մտածեցի, որ շուտակի չեմ գնա։ Միշտ այդ պահերից ես ներքին բան ասում ես, կարող է իմ շանսն է, կարող է կյանքը ինչ-որ շանս է տվել։ Ճիշտ է, ես անկեղծ ասեմ ձեզ։ Հեռուստասերիալ այն ոլորտը չի, որտեղ ես պատկերացնում եմ, որպես դերասանուհի կարող ես փայլել։ Չէ, ես շատ կուզեի գեղարվեստական ֆիլմում խաղալ, ես շատ կուզեի թատրոնում ինչ-որ հավես պերսոնաժ կերպար կերտեի, հա, բայց ցավոք մեր երկրում արվեստը այնքան սենց սեղմ է, այնքան քիչ է հնարավորությունները։ Խոսքով չգիտեմ, բայց պահի տակ իմ ոգում ես կարող է շանս, հա, կարող է այն շանսը, որ ես բաց չթողեմ ու տեղից ինչ-որ բան սկսի։ Դուք ինձ մեծամասամբ որպես բլոգեր գիտեք, Աննա բլոգեր, բայց իմ մեջ կա մի հատ սենց արվեստագետ Աննա, չռեալիզացված իր ոլորտում, որը անընդհատ ցավ ապրում այդ մտքից, որ ուժերի ես ծնվել եմ, մեկ-մեկ սենց ինձ հարցում էլի տալի, հիմա այնքան անկեղծ եմ ձեզ հետ, չգիտեմ կգնահատեք այդ անկեղծությունը, թե ինձ կքարգոծեք, բայց ես մեկ-մեկ մտածում եմ, ասում եմ, ուժերի, որ բոլորը գրում են, էլի, Աննա ջան, ինչ տաղանդավոր ես, վայ Աննա ջան, քեզ ո՞նց չեն նկատում, ասում եմ, ուժերի այդքան մարդ նկատում է այդ տաղանդը, ու դու էլ գիտես, որ ես ասել եմ ու կասեմ, երեխեք, դերասանը իմ կոչումն է, ես փոքր տարիքից այդպիսին եմ եղել, ես միշտ իմացել եմ, որ ես երբեք չեմ մտածել ուրիշ մասնագիտություն, որտեղ ես միշտ իմացել եմ դերասան եմ, այդ իմ կոչումն է, ու այդ հարցը ինձ ասում եմ, ուժերի ես սենց էլ կապրեմ իմ կյանքը, որպես դերասանուհի, ոնց որ ես եմ պատկերացնում, հա, չեմ կարողանա ներկայանալ, այսինքն ոչ թե ուղղակի կադրով անցնես, հազուտ, ես այն տարիքում չեմ հիմա, որ ասեմ գնամ տելեում մի վայրկյան երևամ ու այդ ինձ սենց հերիք է, ես հիմա հասունացել եմ շատ ու այն որ ասում ես կամ այնպիսի բան խաղամ, որի մեջ ես իմ կերպարը, իմ տեսակը, հա, որպես արվեստագետ կկարողանամ ներկայացնել, կամ էլ ավելի լավ է չխաղամ ոչ մի բան, որովհետև իմ սենց եսը, որպես դերասան, վիրավորվում է։ Ու ես հիշում եմ, ես վերջի հարցազրույցը, որ տվեցի ու այնտեղ որպես դերասան ես ներկայացրեցին ու ռեժիսոր, եղան մարդիկ ինձ շատ սիրող, որ գնացին ու գրեցին ինքը որ սերիալում է խաղացել, որ կինոյում է խաղացել, կամ ինչ կինո է նկարել, որ դուք իրան ասում եք դերասան։ Ես 7 տարի իմ կյանքից տվել եմ ուսմանը, որպեսզի ես կոչվեմ, հա, դերասան կամ ռեժիսոր։ Ու ինչքան ցավալի է, որ մեր հանրությունն էլ մտածում է, որ դու կարող ես դերասան համարվել, եթե անգամ մեյքափ արտիստ ես։ Եթե գնացել ու նկարահանվել ես սերիալներում, ու ցավոք սրտի այսօր մեր ճշմարտությունը այդպիսին է։ Դու եղիով ուզում ես, ինչ մատնահարդար եղի, շինարար եղի, չգիտեմ, մոդել եղի, եթե դու գնացիր ու ծելեում երևացիր, դու դերասան ես դառնում, քո անվան տակ գրում են դերասան, բայց որ դու 6-7 տարի կրթություն ես ստանում մասնագիտական, բայց չի հաջողվել քեզ որևէ տեղ այդպես խոշոր, հա, ներկայանալ, ուրեմն դու իրավունք չունես քեզ դերասան կոչ։ Ես այդ կրթությունը ստացել եմ, ես ինձ հղկել եմ որպես այդ մասնագետ, ես դա լավ եմ անում, իմ մոտ այդ ստացվում է, բայց ես իրավունք չունեմ ինձ ասել դերասան։ Այդպիսին է ցավոք մեր իրականությունը, մեր հանրության մեջ, որ
Այդպես են մարդիկ պատկերացնում։ Կարևորը դու գնաս սերիալում նկարվի, այդ ժամանակ քեզ բոլորը կասեն դերասան։ Բայց եթե դու մասնագիտական կրթությամբ ես դերասան կամ ռեժիսոր, դու իրավունք չունես քո անվան կողքը թույլ տաս, որ նշեն, որ դու դերասան ես կամ ռեժիսոր ես։ Ես ինչքան խոսեցի։ Անցա անգլերենից տնային։ Ես դուրս եմ եկել, երեխեք տաքսիս եկել է, գնում եմ ID բանկ, ինչպես եւ ասել էի։ Հիմա գտնեմ 37 հələ կարողա չի եկել։ Նայեցի բանը, որ հələ 3 րոպեից նոր կգա, ես այնց ափալ-թափալ, ես սառուճկաս հարթուկելուց հարթուկ անգավ ու ոտքս վառեց, չիրիս տրիկո եմ հագել ես երկար սառուճկայի հետ, չիրիս տրիկո վառեց ոտս, ես վառետնի կնենց վատ, չեմ կամ ճիշտ ձևով նստացնեմ, լավ, նրվեր չունեմ, է խոսքով, այսօր գնամ այդ հարցերով, մի հատ ձեռքես դողում, ինչա չեմ ուշանում է, բայց անդադար թվում է, որ կուշանամ, շտապում եմ ու դրանից նյարդային դող ասկսում ոտս, լրիվ բարի եմ։ Երեխեք ջան, մենք արդեն անհատ ձեռներեցներ ենք, ողջուն բոլորին, բիզնես լեդիներ, բանկի բանը բացեցինք, հաշվի համար եկել ենք նշենք, ինչ-որ բան ուտենք եւ նշենք մեր արդեն հեսա փողեր ենք հաշվին հագովազներ, աստված տա։ Երեխեք ջան, Արմինեն գնաց, չթողեց հետը գնամ, չէ, լամաջոտ ենք ես, ասմա դու էլ կողմեն կարնես, ասեցի լավ, ուրեմն համաձայն եմ այդ դեպքում, այսպիսի դատարկ տարածք, այս ֆուդկորտում առաջի անգամ եմ տեսնում, ժամից է, վաղ առավոտ է, դե համար էլ այսպես է, մյուս կողմից էլ լավ է, հանգիստ կնստենք աղմուկին գլուխս ցավում է։ Եղեք լիքը մտավախություններ ունեմ, լիքը վախենում եմ այս ամեն ինչից, իմ համար էս նոր է, անհատ ձեռներես դառնալ, հարկային դաշտ մտնել, շատ նոր է ու շատ վախենալու այդ ամեն ինչը, բայց ես հուսով եմ, որ առաջ Աստված ու ամեն բան կստացվի, դեռ անլուծելի թվացող հարցեր կան գլխումս, դեռ անհասկանալի հարցեր կան գլխումս, բայց ես հուսով եմ, որ դրանք ես կկարողանամ մոտակա ժամանակներս կարգավորել։ Արմինես ուրա չեմ տեսնում, գնաց երևի ուրիշ պատուհանի մոտեցավ։ Արմինեն գնաց մեր պատվերների հետևից։ Կամերայիս կտորը, որով մաքրում եմ, չեմ վերցել, հուսամ կամերան շատ կեղտոտ չի ու կադրի որակը լավ եք տեսնում։ Ուրա ես Արմինի չեմ տեսնում, հեսա եկավ, գեղեցկուհիս եկավ։ Նոր բան ա բերել Արմինը, ես չեմ կերել սրանից, ասում ա շատ համով ա։ Կակրաս դիետիկ ա թվում, Մարիա։ Հիմա փորձենք տեսնենք, ինչ է իրանից ներկայացնում մեր Մարիան։ Լավաշով պիցա ոնց որ լինի, չէ՞ Արմին։ Հիմային խաղանիներ։ Այդ բանը ամսի 6-ի։ Հա, չէ։ Քո իվենթին։ Էս։ Հա, իտալական է։ Հա։ Շատ համով էր, Արմինեն ճիշտ էր։ Ոնց որ դիետիկ պիցան է։ Ես ու Արմինս վաղը չեմ ուստորը իվենթի ենք։ Հավես իվենթ անելու։ Վաղն էլ գնում եմ տղուկներից հեծանի վառնելու, ունեմ մի հատ շատ լավ հետևորդուհի ունեմ Ամերիկայից, Զարա, եթե նայում ես ողջույններս, Արտաշեսի ծնունդ եկապակցությամբ գումար է ուղարկել, որ երկուսին հեծանի վառնեմ։ Այդ է էլի, ասում եմ հեյթերներ ես վերջի հարցազրույց տակ, թե ինչեր էին գրեի մասին, Արմին, բայց դրանքից որ կան մարդիկ, ում համար ոնց որ ես հարազատն եմ, որոնք կամենում են, որոնք սիրում են, տարիներ շարունակ նայում են, այդ ուժ է տալիս այն մյուս բաները չնկատել։ Ու Զարայի պես էլ են եղել իմ կյանքում ու կան հիմա իմ կյանքում։ Հետևորդ եմ ոնց այդ արդեն ոնց որ բարեկամ լինեմ, այդ կարգի մոտ ենք։ Ու ես դες սիրում եմ։ Ես միշտ հիանում եմ այն մարդկանցով, որոնք անծանոթին կարան այդքան կամենան։ Անջան, այդ քեզնից էլ է։ Հա, Ամեն մարդու ոչ են սիրում։ աղջի ջան, դե լա ճիշտ է։ Արմինս իմաստուն կին է, նա։ Աղջի ջան, Կին սերուն նկատում, ես էլ եմ կին։ Լավ, տղամարդ ենք։ Այսօրվանից մենք տղամարդ ենք։ Չէ, ես կին որպես սեր նկատում, թե դու ջայլ ես երևում, մենք բոլորս գիտենք։ Աննա Տոտայի ջան։ Էլ միսկս է։ Չէ, ճիշտ եմ ասում, շքեղ ես դու։ Սերես, լավ, մի հատ հաղթավարեմ։ Մի հատ նայեք ինչ գեղեցիկ գարնանային միամսյա կախառը ձևավորում է Երևան մոլի մոտ։ So cute։ Արմինին ճանապարհեցի տաքսիով։ Ես որոշեցի ոտքով գնալ, դե այստեղից ուղիղ որ մտնում եմ Երևան տոնավաճառով կարողանում եմ Սասունցի Դավիթ, քանի որ շատ արևային տակ եղանակը միայն թե պիտի ուղեմ։ Այս վառատնիկը շատ օձիքը, չենթարկվող է, այս բանի չինում նորմալ, հիմա կուղեմ, լավ։ Մի խոսքով մի քիչ մտքերով քայլեմ, ամեն քայլելը օգտակար է։
Ճիշտն ասած եկատուն խորիկի հետ խոսալով ասեցի խոր երեխուն պատրաստի մի քիչ իջացնեմ սամակատ քշի Արտաշեսը ստանը չէ դպրոցում էր հետո խորիկը առաջարկեց ասեց անգուցե հեծանի վաղվա փոխարեն այսօր կազմակերպենք ու մտածեցինք որ ված չի լինի հիմա երեխեքի հետ կգնանք այդ հարցերով ճիշտը որ ասեմ Արտաշեսը հեծանիվ միշտ ուզեցել է ունենալ բայց ինչի մենք չենք արել հեծանիվ որովհետև տեղի պահով չեմ իմացել որտեղ դնեմ ու երբ որ Զարան առաջարկեց, ասեց ուզում եմ նվիրել բան, այդ տեղի ֆակտորն էին քննարկում, ու որ Դավի պահովել ասեց, ասում մամա ջան, երկու հեծանի որտեղ ենք դնելու, բայց խորենը ավելի լավատես այդ հարցը, մուշ երկա գտնում, ասեց մի բան կմտածենք։ Ու հիմա տեսնենք ինչ ենք մտածել, որովհետև ես մինչև այս պահը չեմ պատկերացնում, թե երկու հեծանիվ այս տան մեջ ոնց ենք մենք տեղավորելու։ Անկեղծ չգիտեմ։ Ու նաև շատ տխրում եմ, որ մեր բակը հեծանիվ քշելու համար հեչ հարմար չի, որովհետև անընդհատ ավտոներ են գնում գալիս։ Մի հատ դեպ պահն էլ հասկանանք ինչ է կանում, ոնց անենք, որ հարմար քշեն երեխեքը, բայց որ Արտաշեսը շատ է ուզում, ինքը որ իմացավ Զարան այնց բան առա։ Մամ, հա, հեծանիվ հետո, որովհետև ես տարակուսակների մեջ էի, ասում եմ մի քիչ Զարային ասեմ, որ հեծանիվ չվերցնենք, որովհետև ուր ենք դնել, մամ հեծանի, ոգևորվեց, ու արդեն ֆիքս ես, դավս հագնվել լավ, գնաց մազերը սանրե, հետ սիրունացած, վաու, Արտաշեսյան բերեց Արտաշեսին, հեսա մենք իջնենք, Արտաշեսյան մեզ կթողնի Փեթակի տարածքում, չանք Փեթակի մոտ, Արտաշեսյան մեզ իջացրեց, հիմա մենք Փեթակի վերևում մի խանութ կա, այդ տիպի բաներ են վաճառում, Դավջան մի հատ հանգիստ խնդրում եմ Փեթակը բալես, առևտրի կենտրոնա տարբեր փուճուր խանութներից բաղկացած, բայց ինքը ընդհանուր մեծ տենց զդանիա է, էլի։ Ոյ։ Ես գուշակում եմ, որ Արտաշեսը ուզելու է կարմիր գույնի։ Մի արա Դավջան, չի կարելի ձեռք տալ։ Հասանք մեր ուզած խանութ։ Չէ, այն մեկում ավելի շատ է խոր ոնց որ տեսականի։ Հենա Ինչը դա, ինչը Հա Բալեց Բայց դավ, դու հետո չես ուզելու, հետո որ Արտաշես ջան Արտաշեսը լրիվ արդեն սովորել է, դավը, բայց հեծանիվ ենք իսկ սկզբում նայում, սրա փոքր չափն է։ Հիմա գնացել ավտոյա գտել, ասում ավտո եմ ուզում, տենց տեսնենք հələ։ Դու գնա քո համար։ Մենք արդեն մեր բակում ենք, տաքսիով եկանք, երեխեքը այստեղ քշում են, մի քիչ ժամանակ անցկացնեն, նոր կտանենք տուն, թե չէ նոր գնել ու չքշեն, դուք պատկերացնում եք մեզ ինչ կանեն։ Ասում դա, բայց չես փոշմանի, որ բանը վերցրեցիր ավտոն, հետ ես քշում, երաշտություն կա, դավ, երաշտություն կարաս միացնես, գիտես։ Ես էլ Արտաշեսը, առանձին նաև զանգ ենք առել, բան էլի, այդ սիգնալ, նույնց էլ բարձր սիգնալը, էլ դուսուս, հիմա ասես կքշի, հենց սովորի այդ կողքի ակերը կհանենք։ Հեն դավս, զայրատկան չգիտեմ, իսկ թվում մի քիչ նստած, 6-ից 8 ժամ պիտի զայրատկայի դնել։ Հանեցինք վրայից ցելոֆանները, որ ավելի մի քիչ, ահա, ապրես։ Շատ սիրուն ու ճաշակով է գույնային բանը, ինքը ընտրեց, բայց ես էլ սա կընտրեի։ Չգիտեմ որ դնեի կադրը, դրեցի ես հարկանիների վրա։ Այսօր խորին ասել եմ միսյա սուրճը բերի երեխեք, որովհետև որ տնից դուրս եկանք, բան սենց խառը, սիրտս ցամաքած է, вообще էս են սեզոնն է, ուտել չեմ ուզում ընդհանրապես։ Այս սեզոնը ես սիրում եմ սառը թեյ, սառը սուրճ ու պաղպաղակ։ Ոչ տորտիկ եմ կարում ուտեմ, ոչ շոկոլադ, արդեն չի ձգվում։ Զգում եմ էլի, քիչ-քիչ այդ սեզոնն է, միրգ, բան, այդ հովացնող բաներ կարոջի կվարյա էլի։ Տեսնենք։ Վաղը շաբաթ օր է, հուսամ Սուսիկենց հետ կհանդիպենք, երևի կգնանք իրենց տուն, Խորենի քույրիկն էլ կգա կարծում եմ, հենց օրը միասին կանցկացնենք։ Ջան։ Ինչը։ Արտաշես գժվեցի, ասում ես ավտոն կարանք թափենք, ինչ։ Շատ ներողություն, քեզով ասեց իմ կոֆեն վերցնելու գնա։ Ներողություն։ Բեր մամային։ Խոր կոֆես խմում է։
Պապայից սաստվում ես, հա, իսկ իմ խոսքը Դավ ջան, ես իմ կոֆեն է։ Երեկոյա Դավիս ու Արտաշեսիս խնձորով թխվածք եմ տվել, մեղրով եմ ասում, պտիչի խնձորով։ Արտաշեսի սառնանից եմ հանի, դե համար սառնա մի քիչ դժվար է, թաթիկ ովքեր կլվամ թաթիկներդ կյանքս։ Թաթիկ ովքեր Դավ։ Так ты лучше. Вкусно? Օրենը Դավիս էս փոքրիկ պորտմանչիկի պես բան է, որ գցել է ուսին, հա ու Արտաշեսին էլ կոպեկներ ա լցրել մեջը, տենց ֆռում է, պապան Բայց հնարելի եմ աշխատելու։ Հա։ Մի 100,000 Վերջում ռուբլի կմաքրեմ։ կավալացի վրա անի։ Հասկացա։ Մի խոսքով երեխեքս հիմա Անջատի։ չեմ անջատում։ Հեսա նստեմ վլոգը մոնտաժեմ ձեզ համար, ուզում եմ ամփոփել քիչ։ Մաչո։ Կամաց չխեղցես, ուտելուց պետք չի խոսել։ Արյաչեն это работу, я ходю։ Համով էսի։ Ինձ էլ դաղցնանայով չայ եմ պատրաստել, մի քիչ խախուտ եմ ինձ կում, կոպեկները մեջն ա դրել։ Всё երեխեք ջան, դե պակա արեք ու անջատենք։ Պակա բոլորին։